Это самый центр Еревана. Здесь видим опечатанные двери дорогущих бутиков, находящихся в Ереване. Это улица Туманяна, Северный проспект. И двери опечатаны Следственным комитетом Республики Армения. Вот. Решением следователя по экономическим преступлениям. Магазин Стефана Ричи и другие известные бутики опечатаны, так как весь этот бизнес принадлежит и принадлежал семейству второго президента Армении Роберта Кочаряна, который сейчас сам сегодня находится в роли арестованного. Его арестовали. Также арестовали его сына. Речь идет о многомиллиардных хищениях, также злоупотреблении власти и коррупции. Очень интересная ситуация, что за 8 лет впервые в новейшей истории Армении реально происходит правосудие. И смотрите, вот произошел арест второго президента Армении. Ни один добропорядочный гражданин Армении не выступил с заявлением против этого ареста. Знаете почему? Потому что все ждали этого ареста. Соответственно, сейчас очень важно, чтобы эти аресты продолжались в рамках уголовных дел. И также ожидается арест третьего президента Сержа Саркисяна, который на днях должен быть арестован. Потому что при Роберте Кочаряне Серж Саркисян был консильери его 9 лет. Не 10, а 9. И 10 лет он еще руководил Арменией. То есть 19 фактически также злоупотреблял своим служебным помещением. Да здравствует Республика Армения, да здравствует справедливость. Անգեր բարեկամ ով ուզում է լինի ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք քանդելու ենք վերցնելու ենք վերադարձնելու ենք կոպեկ հատիկ անկախ նրանից ում ընկերն է ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ ես հույս ունեմ որ այդպեսի դեպքերի չենք հանդիսանա բայց այն եմ ասում բանի դեպքը դրա մասին է Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է Այսինքն ինչ, մենք մեր և ուրիշների կաշառակեր ունենք, մենք մեզ պետք չի լոյալ կաշառակեր, մենք պարտավորություն ունենք այս ժողովրդի առաջ և այդ պարտավորությունը պետք է կատարենք։ Աղվան Վարդանին ասում է Քոչարյանը լավ է կառավարել, հա ես վատ եմ կառավարում, որովհետև ասում եմ հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ, բայց ունեմ մանդատ, Ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Բարից դե յուրե իմաստով։ Մի հատ էլ ասում են, բանը, ասում են Քոչարյանի բնակարան են մուտք գործել։ Այսօր իրավապահներից հետաքրքրվում են, ասում են 54 հասցեում խուզարկություն է, Քոչարյանը 54 բնակարան ունի։ Մեկ էլ ասում են երեխեքը, որ մեկ էլ երեխեք են, Ժողովուրդ ջան, այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց 80%-ը ունի երեխեք։ Այս ինչ մոտեցում է, այսինքն ինչ է նշանակում, էլ երեխեքին բերել բան անել, դեմ անել, որ երեխեքի տիկունքում թաքնվել։ Բա քրեական գործը պետք է խուզարբախի ածն գնացել։ Բա ով բանին քննիչին է մեկին մենակ ուղարկեն, որ բան անեք, վրա տակ մի հատ էլ գլուխ գովակ, ասեք, տեսակ ինչ ուզեղ տղեկ էինք, բան արեցինք, չթողեցինք, բա պետությունն է պետք է աշխատի։ Բա ասել են պետության համը բերանները տա մնալու։ Հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերանները թուլացել է պետությունը, ժողովրդի պետությունը բերաններից իջնելու է։ Եկել մեր հարգելի գործընկերները ստեղից ասում են դադարեցրեք վրեժխնդրությունը։ Դուք վրեժխնդիր եք, դադարեք վրեժխնդրությունը։ Ժորժ ջան, մի հատ իսկ կարող եք բացատրել հետևյալ փաստի հետ ոնց է հարաբերակցվում ձեր պնդումը արմել վրեժխնդրություն։ Օրինակ, ըստ այսօրվա հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նյութի, ասում է Քոչարյանն ու իր ընտանիքը, ըստ մեղադրանքի, էլի, արել են մի հատ տարածք
Կասկադի կողքը։ Այդ տարածքը 2 հեկտար։ Ասում է գնել են 40 միլիոն դրամով, 40 միլիոն դրամով։ Ասում է հետո այդ տարածքը, որ 40 միլիոն դրամով առել են, փոխանակել են էլի 2 հեկտար չափսով պետական տարածքի հետ, որը վաճառել են ուշադրություն 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Այսինքն 1 միլիարդ 700 միլիոն դրամ օգուտ են ունեցել։ Խնդրում եմ ինձ բացատրեք։ Ինչ կապ ունի ստեղ վրեժխնդրությունը, ինչ կապ ունի ստեղ ազգային արժեքները, Թուրքը, չգիտեմ, Դավաճանը, ինչ ասեմ, Կտիչ Ներսիսյանը, մեր ազգային եկեղեցի, մեր արժեքները, մեր դրոշեյսի, ինչ կապ ունի այս ամենը նրա հետ, եթե ձեր առաջնորդի ընտանիքը ըստ մեղադրանքի առել է մի հատ տարածք 40 միլիոն դրամով, փոխանակել է ուրիշ տարածքի հետ, որը վաճառել է 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Տիկին Գրիգորյան, դուք սիրում եք գալ ստեղ, sense էլի են ձեր կրքոտ ելույթներից ունենաք։ Ձեր ելույթներն էլ պակաս կրքոտ չեն Տիկին Գրիգորյանի դեպ։ Եք բացատրեք, խնդրում եմ, օրինակ կարող եք գալ եւ մեկ հոդաբաշխ բացատրություն տալ։ Ո՞նց է հնարավոր, որ տարածքը առնում ես 40 միլիոն դրամով, փոխանակում ես մյուս տարածքի հետ նույն չափսի, որը պետական է, ու վուալյա 1 միլիարդ 700 միլիոն դոլար քյար ես անում։ Բացատրեք դրամ, հա, ներողություն։ Բացատրեք։ Բացատրեք, այդ ո՞նց է հնարավոր։ Ընդհանրապես դուք չեք հոգնել այդ ազգային արժեքները ձեր առաջնորդի ենթադրյալ Գողոնի Վահանի վերածելուց։ Չեք հոգնել։ Հայրենասեր եք, ազգային արժեքները ձեզ հետաքրքիր են, հա։ Հետաքրքիր են, արդարությունը ազգային արժեք, հա։ Արդարադատությունը ազգային արժեք, հա։ Եկեք պաշտպանեք այդ արժեքը։ Այսօր եկեք, խնդրում եմ, եթե դուք բոլորդ ազնիվ եք, այն մեկը կար, չի ասում էր թալ բանը, ինչ է, ապօրինի գույքը պետք է վերադարձվի։ Եկեք ասեք այդ 1 միլիարդ 700 միլիոն դրամը ո՞նց է առաջացել։ Բայց այո, սա վրեժխնդրություն է, սիրելի բարեկամներ։ Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է, ձեր նմաններից։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներների, բոլորին հատ վրեժխնդիր ենք լինելու։ Իմացա իրեն միակ տղամարդը համարող են Ռոբերտ Քոչարյանին տարել են հակակոռուպցիոն կոմիտե։ Հուսով եմ կկարողանա բացատրել, թե ինչ միջոցներով է դարձել դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր։ Կկարողանա բացատրել, թե ինչ միջոցներով էր Աֆրիկայում սատկած առյուծ թամբում ու նկարվում։ Կկարողանա բացատրել, թե ինչպես Աֆրիկայում դարձավ ոսկու հանքի տեր, հունական կղզում առանձնատան տեր։ Ասել ենք, չէ, ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք։ Լավ օր ձեզ։